մենք միայն կարող ենք որպես հայկական համայնքի ներկայացուցիչներ լինել Երուսաղեմի պատրիարքանի կողքին եւ կոչ անել ողջ համայն հայությանը, որպեսզի միասնական լինեն եւ դեր կանգնեն մեր ունեցվածքին եւ մեր հազարամյա ժառանգությանը։ Իսրայելում ինչ վերաբերում է Երուսաղեմի պատրիարքանին, որևէ հայտարարության այս պահին պատրիարքանը այն հայտարարությանը, որը մենք տեղյակ ենք, չի եկել որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, բայց որքանով որ ես հասկանում եմ, նախքան խնդիրը միջազգայնացնելը պատրիարքանը փորձեր կանի տեղի ուրեմն քրիստոնեական հարանվանությունների միջոցով հարցը լոկալ կերպով լուծել։ Մենք ունենք բավականին լուրջ այստեղ լծակներ, եթե բոլոր քրիստոնեական եկեղեցիները որոշեն, հիմա մի քիչ մի փոքր աշխուժանում է զբոսաշրջությունը, այդ 1.5 ամսվա ընթացքում արդեն բավական ավիա փոխադրողներ վերսկսել են իրենց ուղիղ չվերթները դեպի Իսրայել, մարդիկ սկսել են կամաց վերադառնալ Իսրայել, խոսքը քրիստոնյաների խմբերի զբոսաշրջիկների մասին է, եւ երբ որ քրիստոնյա մեր հարանվանությունները որոշեն նորից բոլոր քրիստոնեական եկեղեցիները փակել քրիստոնյաների դեմ, արժևում զատիկն է ապրիլին, գիտեք, սա իրոք մեծ միջազգային սկանդալի նորից առիթ կհանդիսանա, հույսով եմ, որ բանը դրան չի հասնի եւ այս գործընթացները կսարսնեն։